Մոտեցումը, որ ես հիմա կբաժանվեմ այս մարդուց, կգնամ կհանդիպեմ ավելի լավին, ով ինձ կգնահատի, ով ինձ կսիրի, շատ վտանգավոր է։ Առաջին հերթին, որովհետև մենք միշտ հանդիպում ենք, մենք միշտ ձգում ենք այն մարդուն, որը մեզ համապատասխանում է մեր վիբրացիաներով։ Եթե մենք բաժանվում ենք այս մարդուց, բայց ներքուստ չենք փոխվում, մեր կյանք կգա նույն տիպի մարդ։ Մենք կգանք նույնը, ինչ որ զգացել ենք այս մարդու հետ, որովհետև խնդիրը դրսում չի, խնդիրը միշտ մեր ներսում է։ Երկրորդ, երբ կինն է նախաձեռնում բաժանումը, երբ կինն է ավարտում հարաբերությունները, կնոջ սիրտը փակվում է, կա անգիտակցական մեղքի զգացում, որ ես ցավացրել եմ ինչ-որ մեկին, իսկ մեղավորը միշտ գտնում է իր պատիժը։ Կանայք չեն հասկանում հետո, թե ինչ դժվար է նորից հալեցնել այդ սառույցը, նորից բացվել սիրո համար, նորից կարողանալ ներս թողնել այդ զգացմունքը, կարողանալ նորից սիրել, իսկ չսիրելը կնոջ համար դա ավելի սարսափելի է, քան սիրված չլինել, որովհետև բնությունը ինքնին կնոջ սիրելու մեջ է։